Խաչատրյան, Արմավիրից եկել եք Արարատի մարզ մասնակցելու պատարագին։ Կարելի է, Արմավիրում չկար եկեղեցիներ, բայց չէ։ Բայց ինչու եք Սուրբ Հակոբը։ Որովհետև Փաշինյանն էր գալու, դրանով է պայմանավորված։ Այո։ Հիմա ամեն կիրակի որ գնա գնալու եք, պարոն Խաչատրյան։ Հաջորդ կիրակի որ գնա, չէ գնա։ Պարոն Խաչատրյան, խոսելով Էջմիածնի ընտրությունների մասին, կարծիք կա, որ դա ընտրակեղծարարություն եղավ լույսերի անջատում, մի հասցեում մի քանի հոգու տասնյակներով մարդկանց գրանցել, ասում են խախտումներով, հա, ընտրվեց իշխանությունը։ Այդ ինչ հարց տվեցիք, ամբողջը սուտ է։ Ընտրությունները արդար են եղել, ընտրության արդյունքներն էլ դուք բոլորը տեսել եք։ Պարոն Խաչատրյան, դուք եկեղեցու շուրջ ստեղծված այս իրավիճակի հանգուցալուծումը ինչպես եք տեսնում։ Ես չեմ պատասխանելու այդ հարցին։ Ինչի՞։ Չեմ ուզում։ Ինչ եք կարծում, ինչ պետք է վերջնարդյունքը ինչպիսի պետք է լինի, պարոն։ Հարգելի, չեմ պատասխան, այդ հարցին չեմ պատասխանելու։ Ներողություն եք խնդրում։ Պարոն Խաչատրյան, լավ, ձեր ունեցվածքի վերաբերյալ մամուլը գրել է, որ մի անգամից կարծես հարստացել եք, ռոլեքս ժամացույց ունեք, 6 անշարժ գույք եք հայտարարագրել, որտեղից ձեզ այդքան ունի։ Ես մի անգամից հարստացած չեմ, իմ հայրս մեզ ունեցված կա թողնել եւ հիմա էլ բիզնեսներով զբաղվում, հայրս էլ, եղբայրս էլ։ Նրանք են ձեզ ռոլեքսը տվիրել։ Այո, հայրս է տվել։ Նախկինում ինչ գործունեություն ծավալ է ձեր հայրը։ Սուպերմարկետ է ունեցել։ Իսկ հիմա Հիմա ավելի մեծ ունի։ ո՞րն է սուպերմարկետ։ Արմավիրում է, որ գաք, Պես է կոչվում։ Նորապատ։